Veseli çektiler. Sadece O koftası. Ներքև էլ կա շուտ գնանք նայենք թե չկա հավաքի։ Վերջտանին նոր գնանք։ Գնանք այդքանի բան անտոշտի որ չտանի էլի պահի։ Գնան ու ներքևինը շուտ հավաքեք որ չպահի։ Իջո, սիգետ հավաքի հաշիվ դրում։ Դրա համար ամեն տարի պահեք օրենքը։ Հասկացանք հավաքի։ Շալավաշ վերում ենք, դեք, դե շալավաշ Rana me fotoğrafı mı tutayım? Orada gelen kaçış mevcut. İş karnıymış, olsa. Zanga pozma. Yine kazandı güzel. Kaç neden istiyor? Hadi olsa yürümeyi çıkayım. Devo posto messa a sale con pane. Noi ho panda, e c'è in bagno. La Sabah güzel, sabah güzel.
Ժեռեղ չունեք, ժեռեղ տեսակի ձուկ։ Որտեվ անցած տարի դուք ժեռեղ էլ էիք ծախում, այդտեղ կարմիր գրքում գրանցված։ Ոնց չէր ժեռեղ։ Ապաչան հավաք։ Դու էիր ասում, որ ժեռեղ է, մոռացել ես։ Ես չեմ ասի։ Վրին գրածել էր դաժե։ Հեսա կասեմ։ Ասմատուրը չեն նոսում։ Ռուդո ջան, ստեղի ծածարի։ Մեր տղեքս մարկը։ Ay can de gnazi. Ախտերասին սուպերմարկետը չգիտեմ, խաբատը։ Ինչ-որ դուշն է։ Հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Ես այժմ գտնվում եմ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի դիմաց։
Ինչպես գիտեք, արդեն 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում սիկ ձկան ձվադրմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում խստիվ արգելված է թարմ սիկ ձկան որսն ու վաճառքը եւ նման արարք կատարելու համար օրենքով նախատեսված է եւ վարչական եւ քրեական պատասխանատվություն եւ ես, քանի որ պայքար եմ տանում տարաբնույթ իրավախախտումների դեմ, այսօր Վանաձոր քաղաքի Լաչինի միջանցքը կոչվող այդ շուկայի տարածքում նկատեցի, որ տարբեր անձինք վաճառում են թարմ սիկ ձուկ, այդ մասին ես անհապաղ տեղյակ պահեցի ոստիկանության տարոնի բաժնին եւ ոստիկանության տարոնի բաժնի ծառայողները արձագանքելով իմ ահազանգին եկան դեպքի վայր եւ արգելավեցին թարմ սիկ ձուկը, որի վաճառքը այսօրվանից սկսած օրենքով արգելված է լինելու մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ոստիկանության տարոնի բաժնի ծառայողներին, իմ ահազանգին արագ արձագանքելու եւ իրենց ծառայողական պարտականությունները բարեխեղճորեն կատարելու համար։ Հավելեմ նաև, որ իմ կողմից իրավախախտումների դեմ տարվող պայքարը կրելու է շարունակական բնույթ եւ ես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ես ինքս պատշաճ հսկողություն եմ իրականացնելու, որպեսզի որևէ մեկը սիկի որսն ու վաճառքն արգելված լինելու ժամանակահատվածում թարմ սիկ ձուկ չորսա եւ չվաճառի, քանի որ դրա արդյունքում էական վնաս է պատճառվում բնությանը եւ ձկնային կենդանիներին։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Ոստիկանության դեմ